Ադրբեջանի և Գերմանիայի ղեկավարները հեռախոսազրույց են ունեցել։ Պաշտոնական հաղորդագրության համաձայն Ֆրիդրիխ Մերցը շնորհավորել է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության ուղղությամբ առաջընթացի կապակցությամբ։ Կանցլերն ընդգծել է, որ Բեռլինն աջակցում է Հարավային Կովկասում կայունությանը։ Ալիևն էլ հավատացրել է, որ Ադրբեջանը կշարունակի ջանքերը տարածաշրջանում կայուն խաղաղություն ապահովելու և ամրապնդելու համար։ Մերցը և Ալիևը զրուցել են Ադրբեջանի և Գերմանիայի երկկողմ հարաբերությունների զարգացման հեռանկարի մասին։ Գերմանիայի կանցլերը հրավիրել է Ադրբեջանի նախագահին այցելել Բեռլին, նաև ընդունել Բաքու մեկնելու հրավերը։ Ալիևն անդրադարձել է օգոստոսի 8-ին Վաշինգտոնում Հայաստանի և Ադրբեջանի միջև ձեռք բերված պայմանավորվածություններին։ Նրա խոսքով խաղաղության համաձայնագրի նախագծի նախաստորագրումը հույս և վստահություն է ներշնչում, որ ապագայում երկու ժողովուրդները կապրեն փոխվստահության մթնոլորտում։ Ադրբեջանի նախագահի հատուկ ներկայացուցիչ Էլչին Ամիրբեկովն էլ հայտարարել է, որ Ադրբեջանն ակնկալում է Հայաստանի հետ վերջնական խաղաղության հասնել 2026 թվականին։ Նրա խոսքով դա պատմական իրադարձություն կլինի Հարավային Կովկասի համար։ Գրեթե 3 տասնամյակ տևած հակամարտությունից հետո կողմերը վերջապես մոտենում են խաղաղության համաձայնագրին, շեշտել է Ամիրբեկովը։ Պաշտոնյան ընդգծել է այդ հարցում Վաշինգտոնյան գագաթնաժողովի կարևորությունը։ Դա թույլ տվեց շրջել թշնամանքի էջը և սկսել նոր ապագա տարածաշրջանի համար, եզրափակել է Ադրբեջանի նախագահի հատուկ ներկայացուցիչը։ Մայամիում տեղի է ունեցել Վաշինգտոնի և Կիևի պատվիրակությունների հերթական հանդիպումը, օրակարգում է եղել ռուս-ուկրաինական կարգավորումը։ Վոլոդիմիր Զելենսկին մեկնաբանելով վերջին զարգացումները նշել է, որ ուկրաինական կողմի հիմնական նպատակն է պարզել, թե ինչ են քննարկել Մոսկվայում ԱՄՆ նախագահի բանագնացները և Ռուսաստանի նախագահը։ Պետք է իմանանք, ինչ նոր պատրվակներ է գտել Պուտինը պատերազմը երկարաձգելու և Ուկրաինայի վրա ճնշում գործադրելու համար, հավելել է Զելենսկին։ Նա պատրաստակամություն է հայտնել գործակցել բոլոր դաշնակիցների հետ և հասնել իրական արդար խաղաղության։ Զելենսկին հավելել է, որ ԵՄ-ին Ուկրաինայի անդամակցությունը Կիևի համար անվտանգության երաշխիքների մի մասն է։ Հաջորդ շաբաթ նոր հանդիպումներ և շփումներ կլինեն, շեշտել է նախագահը։ Ուկրաինայի արտգործնախարարն էլ հայտարարել է, որ Կիևը չի ընդունի անվտանգության երկիմաստ երաշխիքներ։ Անդրեյ Սիբիհայի խոսքով խաղաղության դիմաց չեն համաձայնելու զորքերի միակողմանի դուրսբերման պահանջին։ Միևնույն ժամանակ ԱՄՆ փոխնախագահը խոստացել է առաջիկայում լավ լուրեր հայտնել ռուս-ուկրաինական կարգավորման հետ կապված։ Ջեյ Դի Վենսը վստահեցրել է, որ առաջընթաց կա, սակայն վերջնագծին դեռ չեն հասել։ Ռուսաստանի նախագահի օգնական Յուրի Ուշակովը տեղեկացրել է, որ Սպիտակ տան թիմի հետ Վլադիմիր Պուտինի հաջորդ հանդիպման ամսաթվի վերաբերյալ դեռևս հստակություն չկա։ Ուշակովը բովանդակալից է որակել Կրեմլում դեկտեմբերի 2-ին կայացած բանակցությունները, հավելելով, որ Ռուսաստանի և Միացյալ Նահանգների միջև շփումները կշարունակվեն։ Պաշտոնյանն նաև նշել է, որ ռազմադաշտում ռուսական բանակի հաջողությունները դրական ազդեցություն են ունեցել բանակցությունների ընթացքի և բնույթի վրա։ Ինչ վերաբերում է Պուտին-Թրամփ հանդիպման կամ հեռախոսային զրույցի հնարավորությանը, դրա համար պետք է պայմաններ ստեղծվեն։ Հնարավոր է դա տեղի ունենա շատ շուտով, հավելել է Ուշակովը։ Նա տեղեկացրել է, որ այժմ սպասում են կարգավորման վերաբերյալ Մոսկվայի դիրքորոշմանն ամերիկյան կողմի արձագանքին։ Դիանա Գասպարյան, լուրեր։